Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս գրող, հրապարակախոս, մշակութային գործիչների միության վարչության անդամ Իրինա Արամյանն է։ Տիկին Արամյան, շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Ինչպե՞ս եք։ Ես 18 թվից ի վեր, որ ինձ հարցնում են ինչպես եք, ես ասում եմ վատ։ Ես միշտ վատ եմ 18 թվից էս կողմ։ Չեք կարողանում։ Չէ, ես անընդհատ ստրես եմ ապրում, անդադ մեղքի զգացում ունեմ։ Մայրերի առջև։ Ոչ միայն, հողի առջև։ Մայրերի մեջ էլ եղան դավաճաններ, աններելի բաներ եղան։ Իսկ հողը միշտ անդավաճան է։ Ես ստրես եմ տանում այդ հողի համար, մեր երեխեքի համար։ Գիտեք, երբեմն ինձ թվում է, որ այս ամենը մեզ հետ չի պատահել։ Հասկանում եք, երբ որ մենք խոսում ենք 15 թվականի մասին, որ կորցրեցինք մեր հողերը, մեր պապերը, զոհերը եւ այլն, կարծես խոսում ենք մի բանի մասին, որը եղել է, որը մենք չենք տեսել, բայց մեր ներկայությամբ, մեր աչքի առաջ կորցնել այն ինչ որ մենք ունենք, իսկապես ո՞նց ենք ապրում։ Ապրում ենք։ Ես ժամանակ է եղել Ես միշտ ընվզող եմ եղել դպրոցական տարիքից, իմ շարադրություններին գնահատվում էր Սուվարյանը, Մերսեդես երջանկահիշատակ, Իրինա Գետինը մտնես։ Ինչու՞։ Որովհետև ես միշտ այդ մեր կորցրածի մուշ, վան, իմը չգիտեմ ինչի միշտ վանն է եղել, թեպետ մերոն խարսեցի է, ես վանն եմ շատ սիրել։ Միշտ այդ մասին գրել եմ։ Չգիտեմ, միշտ ընվզող եմ եղել, միշտ մեղադրել են, որ զոհվել են, այդպես հեշտ, մի երկու ասենք ասկյար տարել են, զոհել են, կրակել են, էս են արել, իրանք ոնց որ իրանց հերթին են սպասել, երբ պետք է լիցքավորեն այդ հրացանը, հեմել իրանց կրակեն։ Բայց աչքիս առաջ տեղի են ունենում բաներ, որտեղ մենք թվում է անզոր ենք, ես չգիտեմ, ապաթիա է, ինչ է, չեմ հասկանում, ինչ է կատարվում մեզ հետ։ Ես անզորություն ասացի, այդքան էլ համամիտ չեմ լինի, տիկին Իրինայի, որովհետև գիտեք, հայը մի հետաքրքիր բնավորության գիծ ունի գենետիկորեն։ Երբեք համախմբված չի լինում, բայց համախմբվում է ծայրահեղ դժվար իրավիճակներին։ Եվ պատերազմի շրջանում թե 90-ականներին, այդ ժամանակ ես իհարկե շատ փոքր եմ եղել, բայց ես հիշում եմ այդ շարժումը, ծնողներիս այդ ամեն ինչը եւ այլն։ Եվ արդեն ցավոք 44-օրյա պատերազմին եւ այլն, ես հասկանում եմ, որ մենք ինչքան ենք համախմբվում անգամ Սփյուռքում։ Հիմա Սփյուռքի հետ կապը խզված է, կարծես թե, բայց մեր համախմբումը լինում է այն ժամանակ, երբ լինում է վատ բան։ Երկրաշարժ, պատերազմ, չգիտեմ, ինչ որ վատ բան։ Դա բնական է։ Դա օրինաչափ է, որովհետև երջանիկները բոլորը նման են, բոլորը տարբեր են, բայց դժբախտները նման են իրար, բայց ես 44 օրյայի համախմբումը ճիշտ ասած դեկորացիան էր շատ, այդտեղ համախմբում չկար, ինչ որ ակտիվ այդ պոպոկ ծախող երեխեն, այն, գիտեք ինչ, ամեն ինչ արվում էր ինչ որ դեկորացիայի համար, թվում է մենք բանակ չունենք, դա արվում էր ցույց տալու համար, շորեր էին հավաքում ինչ որ, ճիշտ է ես էլ եմ շատ ուղարկել, շատ բաներ, գրքերս էի վաճառքի դրել, որ հասույթն ուղարկեմ, բայց այդ ամենն արվում էր ցույց տալու համար, որ մեր բանակը շատ վատն է, մենք չունենք սպառազինություն, մեր զորքը հագուստ չունի, եւ այդ ամենն արվում է, որ ինչ որ մենք օգնենք բանակին, բայց այդպես չի եղել, չէ՞։ Բայց ինչպես է եղել։ Մենք շոտկայում բանակ ենք ունեցել, ես այնտեղ ունեցել եմ տղածառայող 2000-ականին, ունեցել եմ թոր ծառայող, ես չեմ տեսել բանակ անկայուն վիճակում, ընդհակառակը, հպարտ եմ եղել 16 թվի քառորյայից հետո իմ տղեն թորնիկս կներեք 17 թվին գնաց, ես հանգիստ ուղարկեցի իրան։ Հասկանում եք, ներքին վախ չկար, ներքին լարվածություն չկար, որտեվ երկիրն անտես չէր։ Հիմա ամեն գնացողի համար մխկտում եմ, ասում տեսնես հետա գալու։ Ում ճանաչում եմ, ասում եմ հրամայում եմ վերադառնալ։ Կատարել հրամանը։ Հա։ Իդեպ ասեմ,
իդեպ ասեմ Տիկին Արամյանի որդին, նույն ինքը Գուսան Արտակ Արամյանն է, ով բոլորին վերջերս մեր ծրագրի հյուրն էր եւ շատ կտրուկ էր մոտենում բանակի թեմային նույնպես։ Այսինքն այդ մոտեցումը ձեր մոտ այդ հայրենասիրական ջիղը գենետիկորեն է գալիս։ Երևի գենետիկորեն։ Ճիշտ ասած ես վախվորած կոմունիստի եւ երկյուղած հավատացյալի թոռ եմ։ Ահա, հետաքրքիր է։ Ես ունեմ բանաստեղծություն, պապս վախվորած կոմունիստ, տատս երկյուղած մի հավատացյալ։ Պապս որպես քաղաքական հասել է մինչև Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել Սովետ միության ժամանակ։ Ու ինքը դրա համար շատ շնորհակալ էր այս կառավարությանը, պատերազմի հերոս է եղել, շքանշաններ ուներ։ 43 թվականին ծանր վիրավորվել է ու չի շարունակել կռիվը, ինքը շատ շնորհակալ է եղել պետությունից, որ գաղթականին վստահել են, ինքը հասել է ուր միջև։ Հասկանում եք, ու եկեղեցին երևի այդ վախից էր ինքը մերժում, որտեղ կոմունիստները եկեղեցին չէին ուզում, բայց տատս հավատացյալ էր եւ ունենալով Հովանեսի նման, ես էի միշտ փոքր երեխայի, բայց ասում էին Գասպարի տղա Հովանեսը։ Հովանեսի նման ամուսին ինքը թաքուն եկեղեցի էր գնում եւ ինձ հավատացյալ զարկեց։ Վայ, ինչ հրաշալի է։ Այո, սովետական շրջանում, այդ սովետական միության շրջանում հավատքը մի տեսակ չէր կարելի այդ մասին խոսել, գնալ, անել, բայց տատիս հավատքը ավելի զորեղ էր։ Ես այն ժամանակվանից մինչև հիմա ամեն անգամ եկեղեցի մտնելուց արտասվում եմ։ Անկախ ինձանից, ուրախ զվարթ կարող է գնամ մի լավ բանի համար մոմ վառեմ, մի լավ երևույթի, բայց արտասվեմ անպայման, որտեղ ինձ համար եկեղեցին ուրիշ բան է։ Տեսեք, եկեղեցին մեզ համար ուրիշ բան է, մեր գենի համար, մեր պապերի համար, մեր երեխեքի համար ուրիշ բան է լինելու, բայց ինչ է անում ներկայիս իշխանությունը եկեղեցու հետ։ Գիտեք, ամեն տեղ, որտեղ որտեղ կառույց է, կա աշխատանք, կա ներքին խոհանոց, բաց թողումներ կան իհարկե։ Բաց թողումներ մեր այդ կառույցում, ես հավատքի մասին չեմ խոսում։ Այդ կառույցում բաց թողումներ շատ կան։ Ընդհուպ միջև վերջերս Արտաշես Ալեքսանյանի համար, որ լսեցի այդ գումարային, որպեսզի եկեղեցում դրվի, ես սարսափ ապրեցի։ Հասկանում եք, բոլորիս էլ հայտնի է, որ եւ գաղտնիք չէ, բոլորս էլ պետք է փող վաստակենք, որ ապրենք գոյության համար։ Եկեղեցին չի կարող վերևից սնվել։ Իհարկե փող պետք է, եկեղեցուն էլ է փող պետք գոյատևելու համար, ամեն ինչի համար, բայց կա ինչ որ չափորոշիչ, կան ինչ որ սահմաններ, որոնք չի կարելի խախտել։ Եկեղեցին դադարել է կարմիր գծեր ունենալ, այդ է սարսափելին։ Կան ինձ համար կան անձեռնմխելի սրբազաններ, քահանաներ, որոնք իսկապես հավատքի համար են, իսկապես հավատավոր են, եւ կա հակառակը, ես համարում եմ կառույց, կա վատ մարդ, բայց լավ ուսուցիչ, ինքը կարողանում է իրեն գիտելիքը լավ հասցնի աշակերտին։ Ինձ համար քահանան, ինձ համար սրբազանները ասուղիկներ են, նրանք Աստծո խոսքն են մեզ հասցնում, ով լավ է հասցնում, ես լավ լսում եմ եւ վերցնում։ Իմ բոլոր ուսուցիչները չեն եղել լավ մարդիկ, եղել են մարդիկ, որոնց հանդեպ ես միջև հիմա այդ պատանեկան քինախնդրությունն ունեմ, թե ինչ էին այսպես էլի, հասկանում եք, բայց ես իրենցից վերցրել եմ իրենց գիտելիքը, դա ինձ չի խանգարել վերցնելու։ Մենք պետք է եկեղեցուց այդ սաղմոսներից քաղենքեն, որ մեզ կօգնի պահել, ոչ թե անձին քննադատենք։ Բայց ընդհանուր արշավը կարծես ոչ թե անձի, այլ ընդհանուր եկեղեցու առաջ էր։ Եկեղեցու դեմ էր։ Եկեղեցու դեմ էր։ Այո, եւ չհաղթեցին եւ չիրականացավ արշավը։ Հույս ունենանք, որ կմարի այսքանով այդ արշավը։ Չի մարի, ասեմ ձեզ, քանի դեռ իշխանությունը, գործող իշխանությունն է, բարբերաբար ժողովրդի, այսինքն այն խավի, որը սիրում է վատ բաներ լսել,
սիրում է կեղտոտ ինտրիգներ, այդ խավի համար անպայման անընդհատ սենց ջրի երես կհանի երևույթը, ոնց որ լինում է, էլի տեսնում եք ինչ էր կատարվում։ Հասկանում եք, դա է խնդիրը։ Այստեղ քաղաքականություն չկա անգամ։ Այստեղ կա պարզապես ինչ որ ես սիրում եմ ասել բեսեդկի խոսակցություններ։ Այո, զրուցարանի մակարդակի, ահա, եւ ոչ ավելի։ Զրուցարանը ավելի բարձր է։ Ես թաղի բեսեդկաներ, որտեղ հավաքվում են պարապ-սարապ կանայք կամ տղամարդիկ։ Այո, այո։ Շրիշագից ցածր ինչ որ Որակային մոտեցումներ։ Ունենք այն ինչ ունենք։ Ցավոք ունենք այն ինչ ունենք, բայց սա հարթելու, հղկելու, փրկելու համար անհրաժեշտ են մտավորականներ, մշակութային գործիչներ, քարտաշներ, հաստուխներ, լրագրողներ, չգիտեմ, ամեն տեսակի բնագավառի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքին նվիրյալ են եւ իրենց աշխատանքը կատարում են խղճով։ Դուք որպես գրող հրապարակախոս ձեր աշխատություններում իդեպ կցանկանամ ձեր ուշադրությունը գրավել Տիկին Արամյանի գրքերը, որը լույս է տեսել մեկը 2020 թվականին, եթե չեմ սխալվում, Տիկին Արամյանը 2022 թվականին։ Եվ երրորդը արդեն այս Չէ, չորրորդը, առաջինից չունեի օրինակ։ Լավ։ Չորրորդը արդեն տպարանում է, որը նվիրված է ձեր երջանկահիշատակ ամուսնուն։ Այո, դա ոչ թե գեղարվեստական երգ է, պարզապես հուշագրություն։ Կարող եմ այսպես ասեմ, այդ պահին միտքս ինչ եկել է գրել եմ։ Հերթականություն անգամ չեմ պահել, որովհետև հուշագրությունը հենց կներեք նրանով է ազնիվ, որ դու ազնվորեն գրես ինչ կա։ Գրելու ընթացքում հասկացա, որ ես պարզապես մի սովորական երաժիշտ երգիչի մասին չեմ գրում, ով մի քանի ձայների հեղինակ էր, լավ մարդ էր պարզապես, որի հիշատակի առաջ բոլորն են խոնարհվում, եւ դա ես հետո տեսա։ Ապրելու ընթացքում, երբ ես հիմա իմ կյանքը կոչում եմ ապրելուց առաջ եւ հետո, ես հիմա ապրելուց հետո եմ ապրում այս պահին։ Ինչ հետաքրքիր է։ Ապրելուց առաջ չեմ նկատել դա։ Գրելու ընթացքում ես հասկացա, որ չէ, մենք պարզապես սովորական մարդիկ չենք, ես սովորական գրող չեմ, պարզապես ամուսինը սովորական երգիչ է, մենք մարդիկ ենք, ով ստեղծել Արտակ Արամյանին։ Այո։ Հասկանում եք, դա գուսանի սկիզբն է։ Ու մտածեցի, որ ասենք դե կան, չէ, գրքից մեջ եմ գրել, կնվիրեմ անպայման կկարդաք Նանա ջան, որ կան գրողներ, որ քիթը վեր կքաշեն, կասեն, բայց ինչի համար, հասկանում եք։ Իսկ ես ասում եմ, որ ես գիտեմ ինչի համար։ Ես աշխարհին, մենք աշխարհին տվել ենք Արտակ Արամյան, ինքը ապրելու է հավերժ, պատմության մեջ գրվելու է, քանի հայ ազգը կա, իսկ հայ ազգը միշտ լինելու է, ես գիտեմ, ես նույնիսկ մտածում եմ, որ Շուշի եմ գնալու, որպես ոչ հյուր, գնալու եմ որպես տանտեր։ Ես կգամ միասին կգնանք։ Անպայման ընկեր ունեմ Facebook-յան, բավականին տարիքով կին է գրող Արցախից, ասել է մենք միասին ենք գնալու։ Ինձ էլ կտանեք։ Կամ ես կգամ ձեզ միասին կգնանք։ Ոչ մեկս ոչ մեկից չենք տանի, միասին կգնանք, այո։ Ու ճանապարհին արդեն ես վստահ եմ, որ Գուսան Արտակ Արամյանը լավ երգ կգրի մեզ համար։ Մենք ամբողջ ճանապարհը դա հաղթական լսելով կգնանք։ Մի հետաքրքիր կգնանք։ բան ասեմ, ես կանխազ գալու շատ վատ հատկություն ունեմ, դա ես միշտ ասում եմ, չգիտեմ Աստծո պատիժ է թե պարգև, որը չեմ կարողանում բացատրել, որ հետո եմ հասկանում, որ այս սրա համար էր։ Թորնիկիս մոտից մենք մի 3-4 անգամ եղանք Արցախում, ես Ղարաբաղ եմ ճիշտ ասած միշտ ասում, որտեղ Ղարաբաղը համարում եմ հայերեն բառ, ես միշտ կռվում եմ դրա համար, որ Ղարաբաղը ինչ որ ասում են հայերեն բառ չի թուրքերեն, այս այն, դի չգիտեմ, Ղարաբաղը մերն է, մեր բառն է, մեր հա, նույնիսկ ասում եմ Բաղաբերդ։ Ահա։ Հա, գալուց ես անընդհատ լալիս էի, ամբողջ ճանապարհին հետ դառնալու, վերջին անգամ եղա այդ ժամանակը։ Որ թվականներ 17 ասացիք։ 17, 19 թվին։ Այո, այո։ Այսինքն
19 թվի գարնաններ։ Այո, պատերազմից 1 տարի առաջ։ Գալիս ենք, ուրեմն ամբողջ ճանապարհին գալիս եմ, Արտակս ասեց՝ «Մամ, Կարոշիկի մոտ ինչ որ բան են չի, ինչ որ բան նկատեցիր», ասում եմ՝ «Չէ», ասում եմ՝ «Բա ինչ է լաց լինում»։ Չգիտեմ, ոնց որ հրաժեշտ եմ տալիս, ասում եմ։ Այ քեզ զգացողություն։ Ու միջև Վանաձոր ես լաց եմ եղել։ Անդադար լաց եմ եղել։ Ինչից խոսել են, ես լացել եմ։ Հասկանում եք, քեզ զգացողություն։ Հա, հետո հասկացա, որ ես իսկապես հրաժեշտ էի տալիս Արցախին։ Չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ խոսքերը սպասիվանում են, սակավանում են, չեմ կարող ոչինչ ասել։ Բայց ձեր տղան մի լավ բան ասեց, մեզ չեն կոտրի, մեզ չեն կարող կոտրել։ Չի կարող մարդը կոտրվի։ Իհարկե։ Տիկին Արամյան, այնուհանդերձ, ինչպես ստացվեց, ինչ զգացիք եւ որ տարիքից որոշեցիք, որ դուք պետք է գրեք, որ ձեր միտքը զգացածը պետք է հանձնեք թղթին։ Ես գրել եմ շատ վաղուց։ Ես արդյոք գործ ունեի, որ Գյումրիում այն ժամանակ Լենինականում, հիմա Լենինականն է, Գյումրի չի դարձել, ճիշտն ասած, ես Գյումրիում չեմ ապրել։ Ես Լենինականցի եմ։ Հա։ Մնաց այնտեղ հայրական տանը, կորավ այդ մնացած իրերի հետ, ահագին գործեր, ես միշտ ասել եմ դա եթերների ժամանակ տառաճանաչ դառնալուց հետո ստեղծագործել եմ։ Պարզապես այդ ժամանակ ես մի հատ ենթամշակութային ինչ որ արձակ էի գրել, հորեղբայր ունեի, ինքը տնօրեն էր գործարանի, Պապաս ասեց, Էդիկ ոնց անենք տպագրվի, Էռան շատ հետաքրքիր բան է գրել, կոնսուլտանտն է Պապաս էր։ Այո։ Ասեց, ինչ ես ընկել երեխու խելքին։ Վայ։ Դա ինչ աղջիկ երեխու գրելու բան է։ Բայց ես այնքան լավ, պատառիկներ եմ հիշում այդ։ Հա։ Իսկ կարող վերարտադրեք նորից գրեք այդ մասին։ Չէ։ Չէ։ Ու կորավ, բայց երբ ամուսնացա, ամուսինս ինձ նույնիսկ չէր սիրում գրելիս տեսնել։ Ես գրքի մեջ եմ գրել, իրան այնքան շատ էի սիրում, որ չէի հասկանում, որ կարելի է նեղանալ, կարելի է ընդվզել, հասկանում եք։ Այո։ Հետո տարիներ հետո 55 տարեկան պիտի լինեի, ամռաններ, թե գարնանը։ Լեպսի մասին հաղորդում էինք նայում ընտանիքով, առավոտ շուտ, մենք բնավորություն ունենք, առավոտ շուտ ինչ-որ բաներ քննարկենք։ Հա։ Արտակի սենյակում էինք հավաքվում, ամուսինը սուրճ էր բերում ու մեր բոլոր կարևոր խոսակցությունները Արտակի սենյակում էին տեղի ունենում։ 55 տարեկանում ասեց, ես ու Լեպսը հասակակիցներ ենք։ Հա։ Ասեց 55 տարեկանում կատարվել է իմ ամենա, ասենք, զավեդնի բանը, երազանքը, ասի ողերնակ իմն էլ կատարվի, ես էլ պետք է աշնանը 55 դառնայի։ Մի հատ հեգուզ այսպես բրոշուրի նման մի բան էլի, մի քանի բան հավաքած տեսնեմ մեջ իմ գրածներից, Արտակը թե ինչ հանեց, ամուսինս էլ թե վերջացրու, դե չէր սիրում, նույնիսկ չէր սիրում, որ ես ասմունքում էի կամ բարձր կարծում էի, չգիտեմ, չէր սիրում։ Արտակը դուրս եկավ, ասեց, մամ, դու կարող ես 2 օրվա մեջ ֆայլ սարքես այդ գրածները, մի 200 բանաստեղծություն։ Պատկերացնում եք, չէ, 2 օրվա մեջ 200 բանաստեղծություն պիտի ֆայլ սարքեմ ես միջև հիմի այդ համակարգչից մի մատով եմ օգտվում։ Ու արեցի դա։ Ճիշտ ասած ամուսինս էլ շատ օգնեց, այդքան չէր ուզում, ինքը չէր, բայց փաստի առաջ էր եկել, չնայած հետո որ գրական ինչ որ բաների էի հրավիրվում միջոցառումների, ինքը սարսափելի չէր սիրում այդ պահերը, ու ասում էր վայ Արտակ։ Սկիզբը դրվեց այդ ժամանակ, տպագրվեցի։ Դա որ թվականներ 2017 թվականը։ Ու սկսվեց, արդեն ոնց որ Արտակի հովանավորությամբ զբաղվեց պապայի արգելքների դեմ այդ առումով։ Երևի միակ բանը, որ
հակադարձել է հորը, որովհետև ինչպես ինքը ասաց, միակ մարդն է եղել հայրս, ում անվերապահորեն հավատացել եմ եւ լսել եմ։ Այո, լսել է, ճիշտ է, ընդվզել է։ Միգուցե առաջին պահին դե բոլոր հայրեր եւ որդիներ կոնֆլիկտները միշտ կան։ Մենք դրանից չենք կարող խուսափել, որովհետեւ ստեղծագործող ընտանիք էր, ենք որ ոչ մի բան չանենք, պետք է ստեղծագործական ինչ որ բաներ ունենայինք իրար հետ կոնֆլիկտներ։ Այո։ Բայց միշտ արել են ինչ որ պապանա ուզել։ Այո, այո։ Տիկին Արամյան, կա մի բանաստեղծություն, որը արտակի մասին է, որը հենց չեմ ասում բանաստեղծություններ, այլ հենց մեկը վառը, որը միշտ ասում եմ, որն է արտակինը, դուք ասում եք, այս սա է արտակինը։ Չէ։ Ես արտակին նվիրված բանաստեղծություններ գրել եմ, բայց ես արտակին չեմ կարող բնորոշել։ Հասկանում եք։ Ես հասկանում եմ ինչ եք ասում։ Ուրեմն տեսեք, ես ոչ մի սրբազանի, ոչ մի քահանայի հետ չեմ նկարվում։ Շատ մտերիմ սրբազաններ, քահանաներ ունենք, որովհետև մտածում եմ, որ դա ինչ որ վերերկրային բան է, ես չեմ ուզում իջեցնել երկիր, հասկանում եք։ Չեմ ուզում մարմնավորել են ինչին, որ ես ուրիշ հավատքով եմ մոտենում։ Այդպես է եւ արտակի հետ։ Ես չեմ կարող մարմնավորել այն, ինչ որ ղեկավարվում է վերևից։ Հա, ինչ է դա գիրը։ Գիտեք, ես երբեմն որ ես ինքս ստեղծագործում եմ, գրում եմ, ինձ բռնացրեցի մի մտքի վրա, որ ես կարող եմ գրել պապայիս մասին, մամայիս մասին, ամեն ինչի մասին, որը ես սիրով կուղարկեմ որպես արդեն գրող, դուք ձեր գնահատականի համար շատ կարևոր կլինի, բայց ես երբեք չեմ կարողանում գրել աղջիկաս մասին։ Ես երբեք չեմ գրել իր մասին։ Ու եթե ես գրող եք, գիտեք, կհասկանաք ինչ եմ ասում, ես երբեք չեմ նստում ասում, լավ, հիմա ես գրում եմ իմ աղջկա մասին։ Չի լինի, ինքը պիտի գա, դու պիտի։ Դա անհնար բան է։ Այսինքն սերս այնքան շատ է, որ դա գուցե բառերով չեմ կարողանում ես նկարագրեմ, ես չեմ հասկանում։ Զարմանալի են այն մարդիկ, ովքեր ասում են երկար տևեց այդ process-ը, ես էս արեցի, ես այն, չէ, դա արդեն process է։ Դա արտադրամաս է դա։ Այո, դու մտածում ես, որը չկա։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Ես չեմ սիրում, որ իմ բանաստեղծությունները կամ ստեղծագործությունները խմբագրում են։ Սարսափելի չեմ սիրում խմբագրվել, որովհետև այն ինչ ես գրել եմ, դա իմ պորտկումն է եղել, դա իմ հոգուց է եկել։ Այդ խմբագրերը ոնց որ մոտենում են, ոնց որ այն մեծ կարագի դանակները կտրում են ստեղից, էս ավելորդ է, ով է որոշել։ Ով է որոշել։ Եթե ես դա սենց եմ զգում եւ ապրում։ Ով է որոշել, է չափորոշիչները, բան էս են, ով է որոշել։ Ես դեմ եմ, ես նույնիսկ իմ ամուսնուցս հետո այդ մահվան եւ կյանքի սահմաններն եմ խախտել։ Ես ամեն օր հանդիպում եմ իրան։ Ոնց։ Ես ամեն օր իր հետ խոսում եմ, ինքը ամեն օր ինձ հետ է եւ ինքը ինձ օգնում է։ Ես դիմում եմ իրեն եւ ինքը ինձ օգնում է, ես դա զգում եմ, մեկ-մեկ մտածում եմ, ասում կարող է խելագարվում եմ, Ոչ, չէ։ Ոչ։ Իր ներկայությունն անընդհատ մեկ-մեկ մեքենայի մեջ ես իմ տեղը հետևիմ ասում էր, ինքը արտակի կողքին էր նստում, հիմա շրջվում եմ, ինքը այնտեղ նստած է մեզ հետը։ Հասկանում եք, ես նույնիսկ այդ սահմանն եմ խախտել, այդ տաղաչափությունն ինչ է որ չխախտեմ։ Միանշանակ։ Միանշանակ։ Գիտեք ինչ, այժմյան մշակութային աշխարհում ցավոք մի քիչ ինչ որ բան փչացել է, ինչ որ բան խախտվել է եւ ցավոք պիտի ասեմ, որ մեր երիտասարդները հեռացել են մշակույթից, կարդալուց, գրելուց։ Ահա, հեռացել։ Հիմա ավելի շատ տեխնոլոգիայով են իրենք տարված։ Հեռախոսով գրեն, հեռախոսով անեն, նույնիսկ գրքի հոտը։ Ես միշտ ասում եմ, գիրքը կարդալուց հոտ քաշեք։ Ես ասում եմ, պիտի թերթես։ Այո, պետք է զգաս նույնիսկ ձայնը։ Այո, պիտի թերթես անպայման։ Չկան կարդացողներ, ստեղծագործողներն են շատ։ Ես միշտ մի հատ սովետական անեկդոտ եմ պատմում, ասում եմ, մեկը Վրաստան մի վրացի տանում է գիրքը տալիս է խմբագրություն, ասում է տպեք։ Մեկ էլ մի քանի օր հետո գալիս է, ասում է տպել եք, ասում է, չէ, ասում է, դե ուզում է այդ խմբագիրը մեղմացնի, ասում է, вы Есенина читали, вы Пушкина читали, ասում է, բատո, yani читатель, я писатель։ Հասկանում եք, հիմա մեր պիսательները շատ են մի տեսակ, շատ են։
Եվ բոլորը հավակնոտ են։ Հասկանում եք։ Հավակնոտ են բոլորը։ Ես այդ հավակնությունը չեմ հասկանում։ Տիկին Արամյան, դուք մասնագիտությամբ ով եք։ Ես մասնագիտություն չունեմ։ Եթե դուք իմ գիրքը կարդաք, կիմանաք այդ մասին, ուրեմն Զվարթնոց համահայկական հիմնադրամի տնօրեն Անժելան Ստեփանյան Արմենիկոս միջոցառման այդ սկիզբը դրեց, ինքը պարգևատրում Արմենիկոսների ու աշխատող կանանց, ստեղծագործող կանանց, ինչ որ ձեռքբերումներ ունեցող կանանց, ես առաջին Արմենիկոսն եմ եղել, Անժելայի Արմենիկոսներից եմ եղել առաջին, ուրեմն պատկերացրեք ռեստորանում եղավ, առաջինն էր դա անփորձեր եմ, որ ասում առաջին անսովոր է Գագարինի պես, մերն էր, ամուսինս դրսում էր սպասում, այդ շատ մեծ ընդվզում էր իր համար, շատ մեծ ցավեր ասում ամբողջ կյանքս ես ռեստորանային կողմում եմ եղել, ես կողմում քեզ եմ սպասում, այդ սպասումը բանը Վերջը դուրս եկա, ասում հա, այկնիկ ոնց էր ասի, բոլորը կենսագրություն ունեին բացի ինձանից։ Վայ։ Հասկանում եք, ես 17 տարեկան դպրոցն ավարտել եմ, համալսարան բանասիրական ֆակուլտետ տվեցի, 2-4 ստացա, գործերից հետ վերցրեցի։ Վայ։ Որովհետև այդ ժամանակ 2-5 ստանայի, ասենք, պատմությունից անգլերենից, ես հույսս դրել էի լեզուգրականության վրա, որը չստացվեց 4-ից ստացա, դե մեր ժամանակվա 4-5-ը ուրիշ էր էլի։ Իհարկե, դա լուրջ շատ ստորացուցիչ թվանշան է դառել այդ լավ գնահատականները, վերջը ու ստացվեց այն ինչ ստացվեց։ Մենք ամուսնացանք, նամակագրական կապ ունեինք Գերմանիայից Հայաստան, դպրոցի 2 տարի 9-րդ 10-րդ դասարանում գրել եմ, ես այդ գիդի նախագահն էի, Կլուբ ինտերնացիոնալնեի դրուժբի, բոլոր չպատասխանված նամակներին ես պետք է պատասխանեի։ Սովետական դպրոցն ուրիշ էր, կար պարտավորություններ, կային ակնկալիքներ, սպասումներ, 2 տարի քուր աղբյուր գրել ենք, եկավ տեսավ եւ առաջի հայացքից սիրեցինք իրար։ Ամուսնացանք, ինքը դե գրել եմ գրքիս մեջ, ինքը խախտեց բոլոր տեսակի խոստումները կատարելու կարգը, մենակ մեկը պահեց ինձ միշտ սիրելը։ Միշտ սիրելը։ Խոստումներից մենակ այդ մեկը պահեց։ Ամենակարևորը։ Ու ես պես կենսագրություն չունեցա։ Եվ ձեզ պարգևելա 2 երեխա։ Այո։ Աղջիկս շուտ ամուսնացավ ճիշտն ասած, բայց թորնուհիս լրիվ իմ երազանքներին ապատանեկան կյանքի կոչում կինոյի թատրոնի ինստիտուտի մագիստրոսա, հեռուստառեժիսոր, երկրորդ կուրս փոխվեց, տղան սպառվում է մեքենաների գործով, նայել իր գործում է արվեստագետ, ես մտածում եմ, որ ամեն գործ, եթե լավ ես կատարում, արվեստագետ կլարնետի էինք տվել, որպեսզի քերու նման նվագեր, քերու նման ինքը այնտեղ հայրական կողմից Պապունի Չախալժորան շատ վսեսայուզնի կլարնետիստ էր, վերջը մի տարի գնաց ու ասել էր պապիս խատը տարին գնաց էլ վսյո չեմեշտա հենց տենց, չսիրեց։ Տիկին Արամյան, Հաջան, մենք կարող ենք անվերջ երկար խոսել մեր մշակույթի մասին, մեր իդեպ ասեմ գրքերը Տիկին Արամյանը ինձ է նվիրել, դուք կարող եք այն ձեռք բերել եւ շուտով պիտի մեկնեմ հանգստանալու, ամենայն անկեղծությամբ մտածում եմ այս տարի ինչ տանեմ հետս կարդալու։ Շնորհակալ եմ ձեզ, դուք այդ հարցը իմ լուծեցիք։ Խորհուրդ եմ տալիս անպայման, հետո իմ կարծիքը բնականաբար եւս անգամ կհայտնեմ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Թերևս հղում խոսք ունեք ասելու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Չէ, ուզում եմ սիրենք մեր երկիրը, մեր հողը սիրենք։ Ես մի հատ բանաստեղծություն հիշեցում էր Facebook-ը բերել, զարմացա, որ ես եմ գրել։ Պետք է խաչերը չսիրենք, խաչալների հիշատակը պահենք, հողը սիրենք։ Խաչը երկա թե քարեի վերջո փայտ է, մենք պետք է հողը պահենք, որ խաչալները վերև հոգիները հանգիստ լինեն։ Շատ հետաքրքիր էր ասված։ Այ դա։
Թերևս այսքանով ավարտենք, որովհետև ձեր ասածից հետո ոչինչ չմնում ավելացնել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Լավ եղեք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով միշտ պատրաստ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։